Ժողովուրդ օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը դիմել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, վիճարկելով Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության գործողությունները, որոնք վերաբերվում են իրեն պատկանող օրինական զենքերի պահպանման իրավունքի սահմանափակմանը։ Դատարան ներկայացրած հայցադիմումով դեսպանը պահանջում է պարտավորեցնել ՆԳՆ-ին ձեռնապահ մնալ իրեն պատկանող Վալտեր Գերմանիայի արտադրության եւ Glock 42 մոդելի զենքերը վերցնելուց, առգրավելուց կամ վնասելուց, մարելուց։ Ըստ ժողովրդին հասած տեղեկությունների ՆԳՆ ոստիկանությունը վերջին շրջանում փուլ առ փուլ ուսումնասիրում է քաղաքացիներին պատկանող զենքերի փաթեթները եւ անգամ օրինական հիմքով ձեռք բերված զենքերի դեպքում պահանջում դրանք հանձնել կամ ենթարկում է տեխնիկական վնասման, օգտագործման համար անպիտան դարձնելու նպատակով։ Այս գործընթացը վերաբերվում է ոչ միայն շարքային քաղաքացիներին, այլև պետական բարձր պաշտոն զբաղեցրած անձանց։ Գուրգեն Արսենյանի պարագայում խոսքը վերաբերվում է տարիներ շարունակ օրինական հիմքով ձեռք բերված եւ որպես հուշանվեր պահպանվող զենքերին, որոնք դեսպանը ցանկանում է պահել իրենց սկզբնական արտադրական վիճակում առանց տեխնիկական միջամտության։ Հենց այս հանգամանքն էլ դարձել է իրավական վեճի առանցքը։